FICO score-ը երբ քաշում ենք կայքից, այդտեղ որոշակի շատ հակիրճ դիտարկումներ կան։ Բնականաբար մանրամասն գրված չէ, թե ինչպես է մեր վարկային պատմությունը վերածվում վարկանիշի կամ score-ի, որովհետև այդ score-ը մեկ թիվ է, եւ այդ թիվը կարող է լինել բավարար, կարող է լինել լավ, եւ նաեւ շատ հստակ չի այսօրվա դրությամբ, թե որ բանկը կոնկրետ ինչպես է կիրառում score-ը։ Ենթադրաբար, ինչքան լավն է ձեր score-ը, ավելի հեշտ պետք է ստանաք վարկ։ Էլ ինչ կարող ենք անել կայքում, կա հարցումների պատմություն edge, որը կարող եք ստուգել ցանկացած ժամանակ, բավականին օգտակար ինֆորմացիա, կարող եք մտնել, տեսնել ընդհանրապես ով է հարցում արել ձեր մասին, սովորաբար դա բանկերն են, երբ որ դուք բանկում հաշիվ եք բացում կամ վարկի եք դիմում, ուշադիր եղեք, վարկի դիմումում տեղ կա, որտեղ վարկային մոնիտորինգի համար թույլտվություն եք տալիս բանկին, եւ հետեւաբար բանկը արդեն առանց ամեն անգամ հարցում անելու կարող է ձեր մասին վարկային զեկույց ստանալ, որի հիման վրա բանկերը մոբայլ հավելվածների միջոցով հաճախ նաև հեշտացված պրոցեդուրաներով առաջարկում են վարկեր, որի մասին նախորդ անգամ խոսել ենք եւ հավանաբար ելի կխոսենք։